Դուրս մեր գրպանից նախաձեռնությունն առաջիկա երթին ընթരാճ իր նոր պահանջներն է ներկայացնում իշխանություններին։ Կարմիր գծերի, ճանապարհային երթևեկության խախտումների բարձր տուգանքների դեմ պայքարող վարորդներն ավելի քան 1 տարի է բարձրաձայնում են։ Իշխանությունները ոչ թե փորձում են կարգ ու կանոն հաստատել, այլ թալանում են վարորդներին։ Նախաձեռնության ներկայացուցիչ վարորդ Արսեն Պետրոսյանը մասնակցելու է առաջիկա երթին։ Դա ուղղակի մարդկանց գրպանը մտնելու հավելյալ տարբերակ է։ Դրանից տեսախցիկների արձանագրած այս փաստերից մարդկանց տուժ ու տուգանքների ենթարկելուց ուրեմն ճանապարհային երթևեկության կանոնների անվտանգության ոչ մի, ասենք, առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը Մի քանի ամսվա դադարից հետո վարորդներն այս տարի առաջին անգամ կրկին փողոց դուրս կգան, պահանջելով առհասարակ վերացնել կարմիր գծերով կայանման համակարգը, հանել տեսախցիկներն ու ավելացնել ճանապարհային նշանները։ Նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանն ասում է, իրենց պայքարն արդյունք տվել է, արդեն վերացվել են 2012-ից ի վերջ վճարված տույժերից առաջացած տուգանքները, իսկ դատարանում մի շարք վարորդներ հաղթել են մայրաքաղաքում կարմիր գծերով կայանմամբ զբաղվող Parking City-ին։ Պահանջների մեջ մտնում են ընդհանրապես տոտալ վերացնել այդ ամեն ինչը։ Այսինքն այն մարդիկ, որոնք օգտվեցին այդ առիթից, վճարեցին մայր գումարը, վճարեցին, իսկ այն մարդիկ, որոնք նույնիսկ մայր գումարը ի վիճակի չեն վճարելու, դրանց նկատմամբ տոտալ համաներում հայտարարել եւ ընդհանրապես կասեցնել բոլոր տեսակի հետապնդումները։ Նախաձեռնության անդամները պնդում են, որ աղքատության բարձր ցուցանիշ ու ցածր աշխատավարձեր ունեցող Հայաստանի համար տուգանքները չափազանց մեծ են եւ այդ համակարգը ոչ թե երթևեկությունը կարգավորելու, այլ փող դիզելու համար է։ Եթե տաքսու վարորդը կարող է իր 8 ժամը աշխատելով որոշակի գումար վաստակած գնալ տուն, ապա մի խախտումի պատճառով տուգանքը, ասենք 5000 կամ չգիտեմ ինչ, որ գումարի բան բերում է նրան, որ մարդը այդ 8 ժամ աշխատելով էլ չի կարող գնալ տուն, որտեղ դա բավարար չի լինելու այդ պարտադրանքերը։ Հայաստանում կարգազանց վարորդներն անգամ նույն խախտումը հաճախ կրկնելուց հետո չեն զրկվում վարորդական իրավունքից։ Դուրս մեր գրպանիցի ակտիվիստներն առաջարկում են թեթև խախտումների դեպքում վարորդներին չտուգանել, իսկ եթե խախտումը կրկնվում է, շատ ավելի խիստ լինել, մինչև անգամ զրկել վարորդական իրավունքից։ Օրենքը դա մեր համար է, օրենքը մարդու համար պետք է աշխատի, ոչ թե մարդու դեմ։ Հա, եթե մարդը ընդամենը գիծ է հատել, դա մահացու վիրավորանք չի, դա հանցագործություն չի, դրա համար չարժի մարդուն դնել տուպիկի մեջ։ Եթե չենք հանում այս ամբողջ համակարգը, թողում ենք կամերաները, ուրեմն մարդուն պետք է տալ սխալվելու իրավունք, որը մարդու իրավունքն է ի վերջո։ Եթե դրանով ինքը չի վտանգում երթևեկության ապահովությունը, ուրիշի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայաստանում տուգանքներից տարեկան առաջացած գումարն ըստ ոստիկանության կազմում է մոտ 10 միլիոն դոլար, որի 30%-ը մնում է ոստիկանությանը, 70%-ն ուղղվում է տեսախցիկներ տեղադրող Security Dream ընկերությանը։ Պետք է ոչ միայն փողով ամեն ինչ լինի, մարդուն կարող է պետք է ուղարկել գուցե դասընթացների, գուցե մարդը հանրօգուտ աշխատանքներով պետք է, մարդուն տանք հնարավորություն, ասենք խախտում ա, 50,000 դրամի նա ունի իր վարույթ, հա։ Գուցե տանք հնարավորություն է գազոնը մաքրի, կամ ասենք ինչ-որ մանկապարտեզ վերանորոգի, հա։ Վարորդները պետությունից նաև պահանջում են տուգանքներից ստացված միլիոնավոր դրամների հաշվին ճանապարհային նշաններ տեղադրել մայրաքաղաքում ու մարզերում։ Նույնիսկ Երևանից դուրս ես գալի գյուղական համայնք ես մտնում, դու ոչ մի, ասենք, քեզ հուշող բան չկա, դու որ համայնքում ես